ամբողջովին։ Պարոն Կարագյոզյան, այստեղ հավաքված քաղաքացիները մեզ փոխանցեցին, որ որոշեցիք ամեն դեպքում այսօր չգնալ հանդիպման, ինչու նման որոշում կայացվեց։ Եթե սեղանին չի դրվելու գումարների միայն վերադարձի հարցը, քաղաքացիների հետ ինչ են խոսալու։ Գործի բացահայտումից պետք է խոսան, պետք է բացատրեն դժվարա, պետք է բացատրեն, սպասեք, չէ, չենք սպասում։ Եկել ենք գումարների հետևից։ Չեն հանդիպում քաղաքացիները, մենք համաձայն չենք։ Այո, ես կհանդիպեմ։ Սեղանին պետք է դրված լինի մի հարց, ինչպիսի լուծումներ կան, ինչ միջոցներ ենք ձեռնարկում հիմա քաղաքացիների գումարների վերադարձի մասով։ Թե չէ ես, Մհեր Կարագոզյանս, քննիչ չեմ, դատախազ չեմ, դատավոր չեմ, բացահայտող մարմինը չեմ, ոչ մեկը չեմ, նմանատիպ հարցեր ես չեմ պատրաստվում քննարկել։ Այլընտրանքային ինչ տարբերակներ կան։ Այլընտրանքային տարբերակներ կան, բայց ես դրանք կքննարկեմ նրանց հետ եւ արձագանքից հետո կհրապարակեմ, թե ընդունվեցին այլընտրանքային լուծումները, չընդունվեցին եւ ինչի չընդունվեցին, եթե Աստված չանի, չընդունվի, մենք էլ բաներ կա, որ չենք ընդունում։ Ինչ էին ասում, երբ քաղաքացիներին հրավիրում էին հանդիպման, ինչ էին պատրաստվում քննարկել, որ ձեր պահանջին ընդառաջ չի գնում քննչական կոմիտեն։ Ինչ որ բացատրություններ, մի հատ հասկանանք ինչի այսքան երկար ժամանակ տևել, մի հատ հասկանանք որ քրեական գործն է, ինչ բաց թողում են կարել, դա պարտադիր չի հանդիպեք, որ հասկանաք եւ բացարձակապես մոտեցումը տեղին չի, այս 5 քաղաքացիների մասով մի հատ տենանք ինչ արված, ինչի արված չի, բա այն 5000-ը, բա այն 20000-ը Դե բայց փաստացի այսօր էլ քիչ են ներկայացել, ի՞նչն է պատճառը, բացի խուսափելը։ Ես արդեն ասել եմ, պատճառը միակն է։ Ժողովուրդ ջան, մարդիկ շատ մեծ գումարներ են կորցրել, մարդիկ ուզում են ներկայանալ, մարդիկ հալածյալներ են, քաղաքացիներ ունենք գնացել են ինքնավնասումների, քաղաքացիներ ունենք երկիրը լքել են, քաղաքացիներ ունենք, որոնց նկատմամբ առկայ են հստակ սպառնալիքներ, որ եթե հանգարց գնաք քննչական, որ եթե հանգարց գնաք ոստիկանություն, ապա գլուխդ կկտրեմ։ Այդ քաղաքացին հիմա ստեղ է, բայց մենք չենք ուզում անձը բացահայտել։ Հանցագործների, բայց եթե հանցագործները անընդհատ հետևողական կապի մեջ են, քաղաքացին ինչքան պիտի տենց սպառնալիքների տակ ապրի, հա։ Իսկ ձեր քայլերը այստեղից հետո որոնք են։ Մեր քայլերը ես այսօր կամ վաղը հանդիպելու եմ քննարկեմ գումարների վերադարձի մեխանիզմները միայն, եթե բավարարող չլինի, եթե հստակ օր չսահմանվի, որ հարգելի քաղաքացիներ, այս ինչ օրը ձեր ֆինանսական իրավունքները վերականգնվելու են եւ ձեր գումարները դուք հետ եք ստանալու, եթե նմանատիպ պատասխան չլինի, այս ակցիաները չեն դադարելու, մենք տուն չենք գնալու։ Իսկ դիմում բողոք քանի հատ մոտ քարեցիք։ Դեռևս այսօր չեմ հաշվել, հարգելի քաղաքացիներ, սիրելի լրագրողներ, գիտեք, ամեն օր ենք ստանում 50-ից ավելի ահազանգեր, եւ ահազանգերի բնույթը մեկն է, որ չենք կարողանում հանցագործության մասին հաղորդում տանք, ինչի, որովհետեւ ենթարկվում են հալածանքների։ Դեռ քաղաքացիներ, որոնք ձեզ դիմել են, թեև խնդրում են, որ իրենց գործը չհանրայնացվի, վախենալու։ Բոլորը խնդրում են, որ իրանց գործերը չբացահայտվի, չբարձրաձայնվի, իրանց դեմքը էկրանով չերևա, որովհետև դուրս է գալի, որովհետև տանը իր ամուսինը ասում է դու ինչ չլսեցիր, այ հիմա դու ես մեղավորը, ումից ես փողդ ուզում, որովհետև դուրս է գալիս հարևանը իրան ասում է անխելք, որովհետև գնում է պետական մարմին, պետական մարմինը իրան ասում է փողդ ուրիշին ես տվել ինձնից ինչ ես պահանջում, այս քաղաքացին ենթարկվում է հոգեբանական բռնությունների եւ այս քաղաքացին հալածվում է, բայց հավելեմ, նաեւ ասեմ այն քաղաքացիներին, ովքեր մեղադրական ունեն այս քաղաքացիների ֆինանսական տուժեր կրած քաղաքացիների նկատմամբ, հարգելի քաղաքացիներ, եթե ունեք մեղադրանքներ, այս խոսքս վերաբերվում է ձեզ։ Զեղծարարությունը պատահում է այն քաղաքացիների եւ այն մարդկանց հետ, ովքեր այդքան ինքնավստահ են եւ կարծում են իրենց հետ այսպիսի ծուղակներ չեն պատահելու կյանքում։ Կյանքում ինչ որտեղ, ինչ որ առումով բոլորս էլ ունենք թերի պատրաստվածություն կամ ինչի մասին է։ Մենք ունենք այստեղ քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերում,
փողերի լվացման բաժնի ղեկավարներ են, ովքեր ծրագրավորողներ են, ովքեր իրավաբաններ են, բայց քաղաքացիների համար ստեղծվում է այդ ծուղակը, չէ, ներկայացնում են հուսալի փաստաթղթեր, համոզում են երկարատև պատրաստված խմբերով քաղաքացիներին թիրախավորում են եւ հետեւողական պատրաստված խմբերով աշխատում են քաղաքացիների վրա նրանց համար ստեղծելով համոզիչ իրավիճակներ, ասենք պատկերացնում եք, չէ, մենք ունենք իրավիճակ, որ ընտանիքի հայրը գումար է դրել, ստացել է իր գումարի կրկնակին, եկել է իր որդուն, հարսին, եղբորը, ընտանիքի մյուս անդամներին, իբրև լավություն, տևական ժամանակ, խնդրել է, համոզել է, որ դուք չունեք եկամուտներ, տեսեք, հուսալի է, ես գումարս դրեցի, գումար վերցրեցի կրկնակին, մոտավորապես 20 հոգի քաղաքացի է հավաքել, որ տարել են պարտքով, տոկոսով, ոսկու Փորձագետները հենց դա են դրել են եւ հայտնվել են այսպիսի իրավիճակների մեջ։ Դրա դեմ պետքա աշխատել քննչական կոմիտեն, դրա դեմ պետքա միայն խնդրում եմ ինձ չասեք, որ հայտարարություններ են տարածել, դրանք անբավարար են, այդ կայքերը պետքա լինեին անհասանելի, 5 օր աշխատեց անօրինական ձեռնարկատիրություն երկրում, 50 օր աշխատեց ապօրինի ձեռնարկատիրություն երկրում, բայց այդքան տևական ժամանակ ապօրինի ձեռնարկատիրություն, որ ծավալվել է, դա եղել է տվյալ մարմինների Այսօր այսքանով ամփոփում եք ձեր ակցիան։ Այո, այսօր վերջացնում ենք, արդեն վերջացեցինք, մեզ մնում է հանցագործության մասին հայտարարությունները, ես չգիտեմ, արդեն մուտք արեցին քաղաքացիները թե ոչ, ես ուղղակի կհարցնեմ, եթե անհրաժեշտություն կա, ինքս մուտք կանեմ հանցագործության մասին հաղորդումները, այսօր կվերջացնենք, հույս ունենք, որ այսքանով կվերջացնենք, եթե այսքանով չվերջացրեցինք, եթե քաղաքացիների գումարները չվերադարձվեցին, նմանատիպ ակցիաներ լինելու են հաճախ, գուցե եւ ամեն օր։ Շնորհակալություն, հարգելի։